Այսօր հաճախ ենք լսում, որ հաստատված խաղաղությունն արդար չէ, իրական չէ, ասում են կգանք, իսկական խաղաղություն կհաստատենք։ Լսեք, այնիշ դուք նկատի ունեք, խաղաղություն չէ, դա պատերազմի թաքնված քարոզչություն է։ Խաղաղությունը մրցույթ չէ արդար անարդար պիտակներով։ Խաղաղությունը կամ կա, կամ չկա։ Իսկական խաղաղություն ասողների հույսը նույն Ռուսաստանն է, նույն Պուտինը։ Հույսը դրել են ռուսների վրա, որ կգան ու մեր փոխարեն կխոսեն, կբանակցեն ու մեր կյանքերի ու տարածքների հաշվին կրկին կպայմանավորվեն ու կհաստատեն այսպես ասած խաղաղություն։ Բայց խաղաղությունը ընծա չէ, որ քեզ նվիրաբերեն։ Խաղաղությունը ամենօրյա աշխատանք է, աշխատանքի արդյունք է։ Խաղաղություն ունենալու համար պետությունը պետք է ուժեղ լինի իր անվտանգության համակարգով, իր բանակով, իր սահմանների նկատմամբ իրական վերահսկողությամբ, կայուն տնտեսությամբ, դիմադրողունակ ինստիտուտներով, երկրի ներսում կարգով ու պատասխանատվությամբ եւ դաշնակիցների հետ ամենօրյա աշխատանքով։ Խաղաղությունը մաղթանքներով չի հաստատվում, այն կառուցվում է ամեն օր, երբ ուժեղացնում ենք պետության կառավարումը, մեր մեջ հաստատում կարգապահություն ու պատասխանատվություն, երբ օրենքը հռչակում ենք բարձրագույն արժեք։ Մենք խաղաղ ենք այնքան, որքան ուժեղ է մեր պետությունը եւ որքան միասնական ու պատասխանատու է մեր հասարակությունը։ Խաղաղությունը կառուցվում է օր-օրի ուժեղանալով, ճանապարհների ապաշրջափակմամբ, աշխարհի հետ կապերը խորացնելով ու բազմազանեցնելով, տնտեսությունը ամրապնդելով, ռիսկերը